Հայաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Չինաստան, Արգենտինա ու եւս 7 երկրի 18 ներկայացուցիչ մասնակցում են Արամ Խաչատրյան միջազգային 21-րդ մրցույթին։ Ստուգատեսի մասնակիցներին կգնահատեն դասական երաժշտության ժամանակակից մտածողություն ձևավորող առանցքային դեմքեր։ Ժյուրիում եւս տարբեր ազգերի ներկայացուցիչներ են Ջորջ Փեհլիվանյան, Վահագն Պապյան, Վասիլ Մինայսկի, Դերել Էնգ, Նին Ֆեն։ Վերջինին է վստահված մրցույթի բացումը, կատարելու է Խաչատրյանի ջութակի կոնցերտը։ I came for the very first time, I think that was 17-18 years ago. Հայաստանում առաջին անգամ եղել եմ 17 տարի առաջ ու առաջին իսկ պահից տպավորվել եմ ձեր երկրով, մարդկանցով ու մշակութային հարուստ ժառանգությամբ։ Չինացի երաժիշտը Խաչատրյանի երաժշտությանը ծանոթ է մանկուց, քանի գործ է կատարել նրանից թիվ հաշիվ չկա։ Ասում է, իր երկրում հռչակավոր կոմպոզիտորի գործերը ընկալում ու զգում են հայերի նման։ Actually, my childhood, that my teacher back then in China. Խաչատրյանի գործերին ծանոթացրել է ուսուցիչս, որը նույնպես կատարում էր ջութակի կոնցերտը։ Օրեր առաջ, երբ տանը պարապում էի, որդիս հարցրեց. «Հայրիկ, սա չինական երաժշտություն է, չէ՞»։ Այսինքն Խաչատրյանի երաժշտությունը նաև մեր հոգում ու սրտում է։ Կարծում եմ, այդպես է աշխարհի մյուս երաժիշտների համար եւս։ Խաչատրյանի անվան համերգասրահում մեկնարկող մրցույթը այս տարի անց է կացվում դիրիժորություն մասնագիտական կարգում։ Միջազգային ստուգատեսի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, ինչպես նաև հանրահռչակել նախորդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկի ժառանգությունը։ Դիրիժորների մրցույթի կատարման պարտադիր ծրագրում ընդգրկված են նաև Խաչատրյանի գործերը։ Մրցույթի շնորհիվ 12,000 երիտասարդ երաժիշտ ոչ հայ նվագում են Խաչատրյանի կոնցերտները։ Ստուգատեսի ռազմավարական հովանավորը Freedom Broker Armenia ընկերությունն է։ Ավելի քան 20 տարի առաջ Խաչատրյանի անվան մրցույթի գաղափար եւ մտադրություն ունեցել են նաև Մոսկվայում, բայց այն ժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանին հաջողվել է ռուսներին համոզել, թե ինչու հենց մեր երկրում պետք է իրականացվի միջազգային ստուգատես։ Ասեցի չի կարող այդպիսի բան լինել, որովհետև մասնակիցները կգան Մոսկվա, չեն գա Երևան։ Մեծ երկիր ավելի է ձգում, մեծ երկիրը ավելի մեծ հնարավորություններ ունի։ Խնդրում եմ, հրաժարվեք Արամ Խաչատրյանի մրցանակաբաշխությունից։ Ճիշտ է այն զգացողությունը, որ Արամ Խաչատրյանի մրցույթը պետք է լինի Երևանում, Հայաստանում եւ կայացավ։ Ով է լինելու այս տարվա հաղթող դիրիժորը, բաց կլինի հունիսի 12-ին մրցույթի վերջին օրը, իսկ ստուգատեսի բացման օրը պատահական չի ընտրվել։ 1903-ի հունիսի 6-ին է ծնվել համաշխարհային դասական երաժշտարվեստում մեծ ավանդ ունեցող հայ կոմպոզիտորը։ Շատ հաճախ երբ մեկնում եմ որպես հրավիրել դիրիժոր աշխատելու տարբեր նվագախմբերի հետ, նույնիսկ երբ չեմ կատարում Խաչատրյան, բայց խոսում եմ, ես զգում եմ, որ մենք ունենք այն արժեքը, ինչ որ դեռ շատ պետք է բացենք դե աշխարհին, եթե մեզ թվում է, որ աշխարհում գիտեն Խաչատրյան, դա այդպես չէ, մենք պետք է դեռ շատ աշխատենք։ Խաչատրյանին հռչակ ու փառք են բերել ոչ միայն նրա մեկը մյուսից կատարյալ գործերը, այլև անմիջականությունը։ Շրջագայությունների ժամանակ համերգներ ունենալուց զատ հանդիպում ու շփվում էր տարբեր ոլորտների դեմքերի հետ։ Նա Խորհրդային Միության առաջին քաղաքացին էր, որ հանդիպել է Հռոմի 23-րդ պապին։ 1942-ին հայրենականի թեժ օրերին սոված ու ցուրտ բերմում ծնվեց նրա Գայանեն, հայկական առաջին ազգային բալետը։ Հայաստանում առաջին անգամ այն ցուցադրվեց 1947-ին, 1952-ին էլ նվաճեց Մոսկվայի մեծ թատրոնի բեմը։ Բալետի սուսերով պարը ոչ միայն նոր լիցքեր տվեց պատերազմող երկրի քաղաքացիներին, այլև հավատալ հաղթանակին։ Շուշացավ նաև Ստալինի հրամանը դարակազմիկ դասական գործի համար հայ կոմպոզիտորին տալ առաջին աստիճանի պարգև ու 100,000 ռուբլի։ Խաչատրյանը գումարը փոխանցեց Պաշտպանության հանձնաժողովին ռազմական կարիքները հոգալու համար։ Սևակ Վարդումյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։